Հորիզոնի ժամը 12-ի թողարկումն է, բարև ձեզ։ Վարչապետը աշխատանքային այցով Սյունիքում է։ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Խոտ, Որոտան ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին։ Դե ասեք տենամ հլը խի ջուր չունեք։ Ո՞վ է ձեր ջուրը կտրել։ Մենք ենք կտրել ձեր ջուրը։ Հա։ Չի կարասի, հաճար ինչնա բադե։ Սարքել են, վերանորոգել են։ Հա։ Ընդեի ծաղագին ջուր էր գնում, իրաց ջուրը ապահովում էր դեից։ Բայց ինչով է խողովակով թե առանց։ Չէ, նախ համակարգ կա գյուղում ջրի։ Ներքինը կա, դե բատնալշանը։ Հիմա բերում ենք, ես պահ ենք հաշում։ Հա։ Ինչ մի 15 դոլար ջուր։ Всё։ Հետ էլ լուծեցինք համար։ Այս ճամփեն էլ սարքում ենք, այս մի ճամփեն էլ ենք սարքում, տեղ կա սարքելու ու այսինքն, հա, չէ, մի հատ էլ հələ դեպի Գորիս ենք ճամփա սարքելու ոնց որ։ Գյուղում մեքենա ունեցող ինչքան ժողովուրդ կա։ Մեքենա ունեցողներ կան, բայց դե մի քիչ հասկանալ է, որ ճանապարհը այս վիճակին մեքենայի կպչանա, դե սարքում է, հա, բայց միան ինչ էլ ասում եք չեն ներում, ամեն մեկն էլ ինչ է կարում օգնում։ Да если собственной машины нет, Իսկ ինչով եք զբաղվում։ Անասնապահություն, հողագործություն, Шакаруем это. Մեկ յոլա գնացեք։ հասցնում եք։ Вопросов много, Марона Пашинян, Харцель Шаткан. Харцель Шаткан, Микитян, немножко что бесит. Нехорошо же. Ուրախ հիմար 3 բան ա պետք։ Խաղաղություն ա պետք, ճամփա ա պետք։ Հենց խաղաղություն եղավ, ճամփեն եղավ։ Ճամփեն սարքվի, արդեն պիտի դուք էլ մի քիչ ակտիվ լինեք, որ տուրիստ կա գնա, այս որ դեպի բան այդ թասի ճամփեն էլ սարքեն։ Դպրոցը ինչ վիճակում աշխատում ա Նորմալ, հա, նորմալ ժամը 9-ից Դպրոցի վիճակ չունի, անբարեկարգա։ Բայց թազա դպրոց նախագծում կա, հա, որտեղ կթամալի։ Իսկ պարոն Փաշինյան, Շատ լավ, դե ջրի հարցը լուծվում ա փաստորեն, ճամփի հարցը լուծվում ա, մնացածն է գնանք մտածենք ոնց լուծենք։ Ջողի այս սկզբում որն ենք եկել ենք նոր գյուղ, մեզ ունեինք մեծ բան, Երբեք եկել։ 90 թվին։ Ունեինք մեզ հնարավորություն միացնում էինք ջրը ջրում էինք բանով նասոսով գետից վերցրած այդ երաշխավորում էր գես իսկ հիմա այդ չկա ամի մեկը իր համար նասոս դրի թե ջուր ենք հաշում դա խնդրի լուծում չի հիմա մենք դիմել ենք ասենք մեր քաղաքապետը մեզ ասել որ կգա տրանսպորտ կգա Օրվա կարգավորիչ կայանա այդ բանը սարքել պետք է կուտակել ջուրը ու բաշխել Պարոն Արուշանյան, սուբվենցիոն ծրագրով չենք կարող, այս ռոռոքն համակարգած։ Բայց հենց հիմա սարքում են, ռոռոքն համակարգը սարքում է, պարոն Վարչապետ։ Խողովակները 90% կաշատան։ Ճանապարհ ուղղակի շինարար տակը պետք է սի որ միացում տան, բասայներն էլ ասացին։ Ես չասում եմ ինչ որ կատարում։ Մեզ չունենք ասենք հեսա այս ժողովուրդը պիտի դրսում լինի Հերթով ժողովուրդ ջան հերթով ջուրը ճանապարհը ռոռոքման համակարգը դպրոցը հələ եկեք անենք տեսա որ դպրոցը լինի դպրոցում դահլիճել լինի պարտադիր չի մի հատ դահլիճ դպրոցում լինի մի հատ դահլիճել ուրիշ տեղում մենք հիմա բոլոր տեղերը դպրոցները որ սարքում ենք ասում ենք այդ դահլիճները տարածքները հավասարապես գյուղի համար է մեծերն էլ պետք է իրիք ունենան կան սպորտով զբաղվեն էս անեն Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հերքել է մամուլում շրջանառվող լուրերը, թե մայիսի 9-ին Մոսկվայում եռակողմ հանդիպում է նախատեսված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ Մայիսի 9-ին Փաշինյան, Պուտին, Ալիև եռակողմ ձևաչափով հանդիպում նախատեսված չէ։ Armenpress-ի հետ զրույցում ասել է Նազելի Բաղդասարյանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 14-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հաստատել է, որ ընդունում է Ռուսաստանի նախագահի հրավերը և մասնակցելու է մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք տոնակատարություններին։ Թուրքիայում 3 մեկնարկեց Անտալիայի դիվանագիտական ֆորումը, որին մասնակցում են նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և հայ-թուրքական բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։ Անտալիայի դիվանագիտական ֆորումում հատուկ ուշադրություն կդարձվեն նաև Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության հարցերին, որոնք կքննարկվեն այսօր Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ։
Դիվանագիտության վերականգնումը մասնատված աշխարհում։ Այս տարի այս խորագիրն է կրում Անտալիայի դիվանագիտական ֆորումը, որին ոչ առաջին անգամ մասնակցում է նաև Հայաստանը։ Արտաքին գործերի նախարարի եւ հայ-թուրքական բանակցություններում Հայաստանի հատուկ բանագնացի մակարդակով։ Հատկապես 2020 թվականի պատերազմից հետո տարածաշրջանում տեղի ունեցող ակտիվ փոփոխություններն ու տեղաշարժերը ստիպում են առավել մեծ ուշադրություն հրավիրել Հարավային Կովկասին։ Հետևաբար Հարավային Կովկասին վերաբերող հարցերը կդիտարկվեն պանելային քննարկմանը, որը կրում է Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերները եւ հնարավորությունները խորագիրը։ Այն տեղի կունենա Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ։ Քննարկմանը կմասնակցի նաև միջազգային ճգնաժամային խմբի Թուրքիայի տնօրեն Նիգյար Գյոքսելը։ Պանելային քննարկման մասին հաղորդագրությունում հատուկ ընդգծված են Հայաստանի մի կողմից Ադրբեջանի, մյուս կողմից Թուրքիայի հետ ընթացող գործընթացները։ Հարավային Կովկասում կայունության հասնելու պատմական հնարավորություն է ստեղծվել պայմանավորված վերջին զարգացումներով, ներառյալ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջխաղացումները եւ Թուրքիայի ու Հայաստանի միջև շարունակվող կարգավորման ջանքերը։ Դրանք տարածաշրջանային համագործակցության մեջ Վրաստանի աճող դերի հետ միասին նշանակալի հեռանկարներ են ստեղծում տարածաշրջանի ապագայի համար։ Մինչ այդ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսօր արդեն ելույթ է ունեցել ու խոսել նրանից, թե ինչ դեր է ունեցել Վրաստանը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում։ Վրաստանը միշտ դրական դեր է խաղացել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում եւ բոլոր հարևան երկրները գնահատում են դա։ Մենք Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլական ունենք։ Մենք շատ խաղաղ եւ պրագմատիկ տեսլական ունենք։ Ավելի վաղ Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոջորաշվիլին հայտարարել էր, թե իրենք պատրաստ են նպաստել Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հակամարտության վերջնական կարգավորմանը, խաղաղ համաձայնագրի ստորագրմանը, որպեսզի տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովվի։ Այսօր արդեն այդ խաղաղության թեման քննարկել են Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները։ Նրանց հանդիպման մասին հաղորդագրության համաձայն նախագահ Էրդողանը ասել է, թե Թուրքիան Ադրբեջանին դիտարկում է որպես Հարավային Կովկասում խաղաղության ճարտարապետ եւ ուշադիր շարունակում է հետևել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Նա նաև ասել է, թե գոհ է առաջընթացից։ Սա այն դեպքում, երբ խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումից հետո էլ Ադրբեջանը ամեն գնով ձգձգում է գործընթացը։ Կրիստինա Լագուլյան, Հորիզոն։ Հայաստանի ազգային ժողովի փոխնախագահ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը Անտալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել է կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քլեչի հետ։ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ լավ քննարկում ունեցա Սերդար Քլեչի հետ, գրել է Ռուբինյանը։ Իր հերթին հանդիպումից հետո ճեպազրույցում Սերդար Քլեչը հայտնել է, որ քննարկել են նաև Անիի կամրջի վերականգնման հարցը։ Բաքվում Ադրբեջանի ղեկավարության միջնորդությամբ կայացել են բանակցություններ Իսրայելի եւ Թուրքիայի բարձրաստիճան պատվիրակների միջև։ Հանդիպման ավարտից հետո կողմերը ոչ մի պաշտոնական հայտարարություն չեն տարածել։ Թեմայի շուրջ Արտակ Հովհաննիսյանը զրուցել է Արտյոմ Երկանյանի հետ։ Պրես ռելիզներում այս հանդիպումը կոչում են աշխատանքային խմբերի առաջին նախապատրաստական տեխնիկական հանդիպում։ Մինչդեռ իրականում հայտնի է, որ մինչ վերջերս եւս հանդիպումներ եղել են եւ բավական բարձր մակարդակի եւ ի տարբերություն այս հանդիպման առանց միջնորդների։ Հայտնի է, որ նոյեմբերի 19-ին Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայության ղեկավարը այցելել է Թուրքիա եւ հանդիպել է Թուրքիայի այն ժամանակվա արտաքին հետախուզության ծառայության տնօրենի հետ։ Բայց դրանից հետո Իսրայելի եւ Թուրքիայի միջև հարաբերությունները ել ավելի լարվեցին եւ դրանից հետո արդեն ուղիղ առանց միջնորդի հանդիպումները իրատեսական չէին։ Այս անգամ Իլհամ Ալիևն է նախաձեռնել այս հանդիպումը եւ ըստ էության միջնորդի դերն է ստանձնել։ Հայտնի է ըստ որոշ չհաստատված տեղեկությունների, որ Իսրայելի պատվիրակության կազմում էին ազգային անվտանգության շտաբի հրամանատարը, վարչապետ Նետանյախուի ռազմական հարցերով գլխավոր խորհրդականը, գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետը եւ պաշտպանության նախարարության գլխավոր տնօրենը։ Թուրքական կողմի ներկայացուցիչների անունները հայտնի չեն։ Ինչ վերաբերում է արդյունքների, ապա իսրայելական պետական կան հեռուստաընկերությունը տեղեկություն է տարածել այն մասին, որ այս հանդիպումը որևէ դրական արդյունք չի տվել եւ որ կողմերին չի հաջողվել ոչ մի համաձայնության, ոչ մի կոնկրետ համաձայնության գալ։ Ըստ էության կարելի է ենթադրել, որ հանդիպումը տապալվել է։
Իդեպ այդ ընդհանուր ֆոնը, որը նախորդում էր այս հանդիպմանը, նույնպես վկայում է այդ մասին, որ հանդիպումը հազիվ թե արդյունավետ լինի։ Բանն այն է, որ Թուրքիայի իշխանությունները այդպես էլ չարտոնեցին, որպեսզի ինքնաթիռը, որը իսրայելցի պատվիրակներին պետք է հասցներ Բաքու, անցներ Թուրքիայի օդային տարածքով։ Այսինքն ինքնաթիռը ստիպված է եղել շրջանցել Թուրքիան հյուսիսով։ Դա եւս դիվանագիտական այսպիսի դեմարշ էր, որը չէր նպաստում այդ հանդիպման արդյունավետությանը։ Հիշում ես նույնը թուրքերը արել էին, երբ Իսրայելի նախագահը պետք է մեկներ Բաքու COP29-ին մասնակցելու։ Ինչևէ, համենայն դեպս որոշում կա բանակցությունները շարունակելու վերաբերյալ, ըստ որոշ տեղեկությունների նոր հանդիպում է կազմակերպվելու արդեն գարնան երկրորդ կեսին հուդայական զատիկ տոնի ավարտից հետո։ Պաշտոնական հաղորդագրությունները իսրայելական կողմի միայն հաստատում են այն, որ այդպիսի հանդիպում եղել է, եւ նաեւ Բենյամին Նետանյահուն այդ հանդիպմանը միջնորդ լինելու համար շնորհակալություն է հայտնել անձամբ Իլհամ Ալիևին։ Ամեն դեպքում կողմերը դեռ շատ հեռու են համաձայնությունից։ Այո, երկու կողմերի համար էլ այսպես սկզբունքային կարմիր գծեր կան, հիշեցնեմ հարաբերությունները կտրուկ լարվեցին այն բանից հետո, երբ Սիրիայում իշխանության եկան պրոթուրքական ուժերը զավթելով իշխանությունը ըստ էության, դրանից հետո Իսրայելը սկսեց ռազմական հարվածներ, օդային հարվածներ հասցնել սիրիական զինուժին, իսկ Թուրքիան սկսեց նոր ռազմաբազաներ ստեղծել, բացել Սիրիայի տարածքում։ Այսինքն կողմերի մոտեցումները շատ իրարամերժ են եւ այսպես մեկը մյուսին միանշանակ մերժող են։ Անգամ իրավիճակ էր ստեղծվել, երբ խոսվում էր ուղղակի ռազմական բախման հավանականության մասին։ Հունվարի սկզբին Իսրայելի կառավարության առընթեր գործող պաշտպանական բյուջեի կոմիտեն առաջարկել էր վարչապետին, պաշտպանության նախարարությանը եւ ֆինանսների նախարարությանը հատուկ միջոցներ նախատեսել այն դեպքի համար, եթե Թուրքիայի հետ ուղղակի ռազմական բախումը այսպես անխուսափելի լինի։ Այսինքն այդ սցենարը եւս Իսրայելում ոչ միայն հաշվարկած է, այլև մշակված է հավանաբար մինչև վերջին կետը։ Իսկ ապրիլի 8-ին Իսրայելի վարչապետը ասել է, որ այս հարցում Թուրքիայի հետ հաշտեցման հարցում ակնկալում է նաև Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությունը։ Արդյոք բայց մյուս կողմից Ալիևի համար այս հանդիպումը կարծես շատ կարևոր, որովհետև ինքն է միջնորդը, որ դրական արդյունք լինի։ Դե Իլհամ Ալիևը Իսրայելի եւ Թուրքիայի միջև հաշտեցման գլխավոր բենեֆիցիարն է, քանի որ երկու այս իրար դեմ պայքարող պետությունները Ադրբեջանի ամենահավատարիմ դաշնակիցներն են։ Իդեպ հենց Ալիևն էր 21 թվականին նույնպես միջնորդ հանդիսացել Իսրայելի Թուրքիայի միջև եւ նրա ջանքերի արդյունքում 13 տարի տևած հակամարտության ավարտից հետո կողմերը վերականգնեցին դիվանագիտական հարաբերությունները։ Երեք Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Իսրայելի եւ Թուրքիայի միջև այս առճակատումը Բաքվում տագնապ եւ անհանգստություն է առաջացնում, դե պարզ է, քանի որ հենց այդ լարվածությունը տապալեց նրա պլանները եռակողմ դաշինք ստեղծելու վերաբերյալ։ Այդ դաշինքի հետ Իլհամ Ալիևը շատ մեծ հույսեր ուներ, իսկ Իսրայելի հետ Ադրբեջանի շարունակվող համագործակցությունը հարցեր է առաջացնում Անկարայում եւ զայրույթ եւ դժգոհություն է առաջացնում։ Օրինակ անցած տարի Ստամբուլում Ադրբեջանի պետական նավթային կորպորացիայի մուտքի առջև ցույց էին կազմակերպել ընդդիմադիրները, վանկարկելով երկու պետություն, մեկ դավաճանություն, վերափոխելով Հեյդար Ալիևի հայտնի խոսքերը։ Թուրքական մամուլում հաճախ մեղադրում են Ադրբեջանի իշխանություններին Թուրքիայի հակառակորդին պաշտպանելու համար եւ ասում են, չէ՞ որ թշնամու բարեկամը թշնամի է։ Այս կարգախոսը եւս հաճախ այս համատեքստում հիշում են։ Այս իրավիճակը կարող է նպաստավոր լինել մեզ համար, քանի որ Իսրայելի հետ երկխոսելու նոր հիմք կարող է արդյունքում ձևավորվել։
Համենայն դեպս Միացյալ Նահանգների հայ լոբիստները այս իրավիճակից կարող են շահել եւ չբախվել իսրայելացի լոբիստների հակազդեցությանը։ Ամեն դեպքում նաեւ նկատվում է, որ Իսրայելի մամուլում ավելի հաճախ են հայտնվում հրապարակումներ, որոնք վկայում են այն մասին, որ Իսրայելում ոչ բոլորն են կողմնակից Ադրբեջանի հետ այսպիսի դաշնակցային հարաբերությունները զարգացնելու։ Շնորհակալություն Արծուն։ Միացյալ Նահանգների վարչակազմը թույլ չի տա Իրանին միջուկային զենք ձեռք բերել, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում։ Նա ասել է, որ ցանկանում է, որ Իրանը լինի հիանալի մեծ երջանիկ երկիր, բայց չունենա միջուկային զենք։ Սպիտակ տան առաջնորդը նշել է, որ այդ հարցի շուրջ բանակցություններ են տեղի ունենալու։ Ապրիլի 12-ին Օմանում կկայանա Միացյալ Նահանգների եւ Իրանի ներկայացուցիչների հանդիպումը, որտեղ նրանք նախատեսում են քննարկել իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման պարամետրերը։ Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Ստիվ Ուիտքոֆը։ Փակ դռների հետևում ավելի քան 4 ժամ տևած բանակցությունների հիմնական թեմա եղել է Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դիմիտրիևը առանց մանրամասներ ներկայացնելու նշել է, որ հանդիպումը եղել է արդյունավետ։ Այժմ այսքանը, կհանդիպենք ժամը 15-ին։